Էդինբուրգում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Սթարջենը դրական է գնահատել Բրեքզիթից հետո շոտլանդացիներին կարծիք արտահայտելու հնարավորության ընձեռումը։ Սթարջենը նշել է, որ ինքը չի պատրաստվում անգործության մատնվել այն պարագայում, երբ Բրեքզիթը կարող է վնասել Շոտլանդիայի տնտեսությանն ու Եվրամիության հետ նրա կապերին։ Խնդիրը միայն Եվրոպայի հետ հարաբերությունները չեն, խնդիրն այն է, թե ինչպիսի երկիր ենք մենք դառնալու։ Նա նաև ասել է, որ ցանկանում է անցկացնել անկախության հանրաքվեն 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջև ընկած ժամանակահատվածում։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի քննարկել Շոտլանդիայի Եվրամիությունից դուրս գալու նախաձեռնությունը, որի արդյունքում կլինեն ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական հետևանքներ։ Բրեքզիտի հանրաքվեի ժամանակ Շոտլանդիան քվեարկել է 62% կողմ եւ 38 դեմ Եվրամիության կազմի մեջ մնալու համար, իսկ 2014 թվականի հանրաքվեի ժամանակ մեծամասնությունը քվեարկել էր Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին։ Դեռևս պարզ չէ, ինչպիսի արձագանք կտան կենտրոնական իշխանությունները շոտլանդական նոր հանրաքվեի նախաձեռնությանը։ Հարցումները ցույց են տալիս, որ Բրեքզիտին հաջորդած շրջանում Մեծ Բրիտանիայից անկախանալու կողմնակիցների թիվը ամենաբարձրն է։ Արամ Ավետիսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։